Ջան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ այսպես դուք տեսաք ինչ տեղի ունեցավ Գյումրիում, խնդրեի մեկնաբանեք ամբողջությամբ դա, դուք մասնակցում եք վաղաշաբաթի ընտրություններին, դուք տեսաք մենք ցուցադրեցինք, որ արդեն խախտումներ է տեղի ունենում, ինչ է տեղի ունենում, հնարավորինս խնդրում եմ միկրոֆոնին մոտ, ինչ է տեղի ունենում վաղաշաբաթում, ձեր գնահատականը մինչև այս փուլ ինչ է եղել եւ ինչ գոչ ունեք անելու վաղաշաբաթցիներին, այս երկու թեմայի մասին խնդրեմ խոսեք եւ նաեւ երրորդ թեման, որ շատ ոգևորված են, որ հիմա Ադրբեջանից բեռնատարել կգա եւ հաց գա, այս երեք թեմայի հետ կապված ձեր կարծիքը խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերքի համար, նախ սկսեմ Գյումրիի տեղի ունեցած իրադարձություններից, ուրեմն գործող ապազգային վարչախումբը մի քանի համայնքներում, որտեղ ընդդիմադիր գործիչներ են ընտրվել համայնքի ղեկավար, ես օրինակները բերում եմ, Վանաձորի համայնքի ղեկավար Մամիկոն Ասլյանի վրա շինծու քրեական գործ հարուցեցին եւ կալանավորեցին, վերջերս է նա ազատվել կալանքից։ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մենք բոլորս տեսել ենք տեսանյութերը, թե ինչքան ոստիկանական տարբեր կարգի ստորաբաժանումներ էին հավաքվել Գյումրիում եւ քաղաքապետարանի ետնամուտքից ջարդելով դուռը ներս են մտնում ու ձերբակալում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Երբ որ Վարդան Ղուկասյանին արագորեն տեղափոխում են ոստիկանական մեքենա, Վարդան Ղուկասյանը հեգնանքով ժպտում է, որովհետև որևէ հիմք չունեին նրան ձերբակալելու։ Վարդան Ղուկասյանին բերում են Երևան եւ երկու ամսով կալանավորում են։ Շինծու քրեական գործ են հարուցում եւ 2 ամսով կալանավորում են։ Կալանավորեցին արդեն նշեցի, ուրեմն Մամիկոն Ասլանյանին, Վանաձորի քաղաքապետին ընդդիմադիր, իսկ Փարաքարի խոշորացած համայնքի նորընտիր ղեկավարին, ուրեմն կազմակերպեցին եւ սպանեցին։ Հիմա առաջիկայում ընթանալու են վաղաշաբաթ խոշորացած համայնքի ավագանու ընտրություններ։ Ես կոչ եմ անում ընդդիմադիր դաշտում գործող բոլոր ուժերին, ովքեր որ մասնակցելու են այդ ընտրություններին, բոլորը պայքարեն քաղաքացիական պայմանագիր ապազգային իշխանության տեխնացուի դեմ։ Եվ ինչպես Գյումրիում տեղի ունեցավ, այն քաղաքական ուժերը կամ դաշինքների ներկայացուցիչները, որոնք ավագանու անդամ կդառնան, համախմբվեն եւ իրենց կազմից ամենաշատ ձայներ հավաքված քաղաքական ուժի կամ դաշինքի ներկայացուցիչին ընտրեն Գյումրիի քաղաքապետ։ Իսկ ինչ վերաբերվում է իշխանության ներկա գործունեությանը, ես ուզում եմ նաև նշել Արագածոտնի մարզի դեպքերը, երբ որ Արագածոտնի մարզի հոգևոր թեմի առաջնորդին շինծու մեղադրանքներով կալանավորեցին, ձերբակալեցին եւ մի քանի հոգևորականի եւս տարան ձերբակալեցին։ Մեկ հոգևորականի ցուցմունքով եւ ուրեմն Իոնիսյանի ցուցմունքով տարան կալանավորեցին։ Իոնիսյանի հարցազրույցը ես նայել եմ, բացարձակապես համամիտ չեմ նրա արտահայտած տեսակետներին, տարբեր սորոսական հիմնադրամից գումարներ են ստանում եւ Հայաստանը փորձում են իրականացնել քաղաքականություն։ Մեզ համար անընդունել են բոլոր այն քաղաքական ուժերը, գործիչները եւ հասարակական կառույցները, որոնք դրսից ֆինանսական կամ քաղաքական աջակցություն ստանալով Հայաստանը փորձում են իրականացնել քաղաքականություն։ Մենք պետք է որոշենք մեր երկրի ճակատագիրը, մեր երկրի ընթանալու ճանապարհը եւ Հայաստանի քաղաքացիներն ու Հայաստանի ժողովուրդը պետք է որոշեն, թե որ քաղաքական ուժը կամ քաղաքական դաշինքը կարող է դառնալ պետության ուրեմն ղեկավար կամ ում մենք ցանկանում տեսնել պետության հաջորդ ղեկավար։ Ասեցիք մասամբ եկեղեցու հետ կապված, դա շարունակվում է, քիչ առաջ հայտնի դարձավ, որ շողակատներ են փակում եւ այս մարդը գնում է Ստյուպիկի մոտ պատարագի։ Ցավոք սրտի փակում են նաեւ հոգեորականների կաթողիկասարանի ուրեմն սեփականություն հանդիսացող կամ նրանց ասենք գլխավորությամբ գործող շողակատ հեռուստաընկերությունը եւ նաեւ ուրեմն նման մեթոդներով, բռնաճնշումներով, ապօրինի ձերբակալություններով, շինծու մեղադրանքներով մարդկանց կալանավորելով փորձում են կոտրել մեր ժողովրդի դիմադրությունը։
Ես բազմիցս եմ հայտարարել, այժմ էլ հայտարարում եմ, որ նման ճնշումներով, բռնաճնշումներով, շինծու մեղադրանքներով ընդդիմադիր գործիչներին կալանավորելով հայ ժողովրդի ու Հայաստանի քաղաքացիների իրենց ազատությունների համար դիմադրողական ոգին կոտրել չեն կարող։ Շուտով մեր ժողովրդի տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայրենակցական միությունների եւ այլ անհատ գործիչների համախմբումով մեծ միավորում է ձևավորվելու եւ մենք ոտքի ենք հանելու ամբողջ Հայաստանով մեկ մեր ժողովրդին, հեռացնելու են գործող ապազգային թուրքամետ իշխանությանը, Հայաստանում ձևավորվելու է նոր ազգային իշխանություն, որը կիրականացնի մեր ժողովրդի նպատակներն հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Ազատ կարձակվեն շինծու մեղադրանքներով կալանավորված մեր բոլոր հայրենակիցները, մեր պետությունում հաստատվելու է իրական արդարադատություն, օրենքի գերակայություն եւ քաղաքացիների իրավահավասարություն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը եւ իր գաղափարակից պաշտոնյաները ենթարկվելու են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատական պատասխանատվության։ Քիչ առաջ մենք ցուցադրեցինք բեռնափոխադրողների կապված, գիտեք թե ինչ հայտարարություններ գնում են բեռնափոխադրողները ծայրահեղ քայլերի, որտեղ գնում են օրերով, ժամերով կանգնում են եւ հնարավորություն չունեն գնալ։ Այսինքն այս իշխանությունը դուք լսեցիք երևի, ասում են հեռացեք, այդ մարդիկ ասում են հեռացեք այս իշխանությունը, դուք ոչինչ կազմակերպել չեք կարող եւ իմիջիայլոց անդադստատեն է տարածում։ Արդեն ճանապարհը բաց է, ընդհանրապես մնացել է այսքան մեքենա, 3 նորից նկարի ուղարկել, որ սուտ են խոսում ուղղակի, այդ բան վիճակն է։ Խնդրեմ, սա էլ կապված է։ Շատ ցավալի իրավիճակ է։ Մենք բազմաթիվ տնտեսական կապեր ունենք եւ քաղաքական կապեր ունենք նաեւ մշակութային կապեր Ռուսաստանի Դաշնության հետ։ Տասնյակ հազարավոր մարդիկ գարնանը գնում են Ռուսաստան, նաեւ գնում են Ղազախստան արտագնա աշխատանքի, այսպես կոչված խոպանչիները։ Հայաստանը իր մթերքը, իր միրգը, մեր կոնյակը, մեր խաղողը, մեր շատ բաներ արտահանում ենք Ռուսաստան եւ Ռուսաստանից ստանում ենք, ասենք, շատ բաներ, վառելիքը եւ այլն եւ այլն։ Ու բեռնափոխադրումների բեռնափոխադրումների ուրեմն ընթացքը արգելակելու պատճառով բազմաթիվ ընտանիքներ մնում են առանց անգամ հացի փողի, որովհետև նրանց ընտանիքի ղեկավարները, վարորդները այդ բեռնափոխադրումները իրականացնում են, որպեսզի գումար ստանան, բերեն իրենց ընտանիքները պահեն։ Ցավալի իրավիճակ է։ Տեսեք, իրանք շատ է կոռուպցիոն չգիտեմ ես իմիշ, նախ հələ դեռ ապացուցված չի, արդեն սկսում են դրա մասին խոսել, տարածել բան եւ դրան զուգահեռ իրենց ձեր գործընկերներ, թիմակիցներն էլ ամեն դրա մասին բարձրաձայնում են իրենց կատարած ահռելի չարաշահումների եւ կոռուպցիոն ռիսկերի մասին, խնդրեմ։ Ուրեմն իրենք համակարգված կոռուպցիայի մեջ են թաթախված, պետբյուջեի փողերը յուրացնում են, որովհետև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացրել են, նաև դատավորների, դատախազների եւ հատկապես ոստիկանական բարձրագույն պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացրել են, այդ թվում նաև պատգամավորների, տարին մի քանի անգամ տալիս են մեկ աշխատավարձի չափով պարգևավճարներ, պետբյուջեի հաշվին, պետբյուջեից, իսկ մինիմալ կենսաթոշակը մնացել է գրեթե նույնը։ Առաջանում է սոցիալական ուրեմն բևեռացում, իսկ բևեռացված հասարակության մեջ դժվար է ակնկալել ազգային համերաշխություն եւ ազգային միասնություն։ Այդպիսի քաղաքականությամբ նրանք փորձում են երկարաձգել իրենց իշխանությունը, ես օրինակ եմ բերում պոպուլիստական ուրեմն մի նախաձեռնություն են արել, որը պետք է ցանկանում են բերել ազգային ժողով քննարկել, բանակում ծառայող ժամկետային զինվորների ծառայության ժամկետը 2 տարուց դարձնելով 1.5 տարի։ Բոլոր այն ընտանիքները, ծնողները, ովքեր ունեն, ասենք 17, 18 տարեկան, 16 տարեկան տղաներ, որոնք պետք է ծառայեն, ասում են շատ լավ է։ Մեր երեխան կծառայի ոչ թե 2 տարի, այլ 1.5 տարի։ Դրանով հարվածում են մեր բանակին ու մեր երկրի անվտանգությանը, որովհետև բանակի զինվորների քանակը զգալիորեն քչանալու է, իսկ Հայաստանի մեր պետության անվտանգության գլխավոր երաշխավորը դա մեր բանակն է, որը շփում նաև ազգային անվտանգության ծառայությունը։ Նիկոլ Փաշինյանը կազմաքանդել է մեր բանակը, վաստակաշատ զինվորականների վրա, սպաների վրա հանձնարարել, հարուցել շինծու քրեական գործեր ու տանել նրանց կալանավորել։ Գրասենյակային աշխատողներին տարել են բանակ եւ նշանակել են շատ կարեւոր ուրեմն պաշտոնների։
Ազգային անվտանգության ծառայությունը եւս կազմաքանդել է Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ ազգային անվտանգության ծառայությունը այսօր վերածվել է իշխանության անվտանգության ապահովման ծառայության։ Ազգային անվտանգության ծառայության քննիչներն են շինծ ու քրեական գործեր հարուցում անմեղ մարդկանց վրա եւ ապօրինաբար գործող վարչախմբի հրանգով տանում են նրանց կալանավորում են։ Ազգային անվտանգության ծառայությունը կոչված է իրականացնելու պետության անվտանգության ծառայություն, ունենա արտաքին հետախուզություն, արտաքին վտանգների գնահատում եւ համապատասխան անվտանգային միջոցների իրականացում։ Ձայների մեծամասնություն ստանալուց հետո կարող է գործել այդպիսի, ուրեմն նախագիծը, այդպիսի պայմանագիրը։ Անհրաժեշտ եմ համարում հիշեցնել մեր ժողովրդին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ես գիտեմ, որ իմ իշխանությունը կորցնելուց հետո ինչ է կատարվելու ինձ հետ։ Դրա համար ես ամեն գնով փորձելու եմ պահել իմ իշխանությունը։ Ժողովուրդը մի խառնամբող է, մի ապերատ խառնամբող է, իսկ իմ թիմակիցներն էլ նաև այդ ժողովրդի մի մասն են։ Դրա համար, եթե իմ իշխանությունը երկարաձգելու համար Նիկոլի հայտարարությունն է եղել նեղ շրջանակում, իմ իշխանությունը երկարաձգելու համար անհրաժեշտ լինի նաև ստանալ Թուրքիայի օգնությունը, ինձ համար մեկ է, ինձ թուրք կասեն, դավաճան կասեն, ես կստանամ Թուրքիայի աջակցությունը եւ կերկարաձգեմ իմ իշխանությունը։ Նիկոլը հայտարարել է նաև, որ կառավարությունը ես եմ, եթե կառավարության որևէ անդամ կամ պետական բարձր պաշտոնյա համաձայն չէ իմ արտահայտած դիրքորոշումներին, թող իմում գրի եւ ազատվի աշխատանքից։ Դա էլ է հայտարարել Նիկոլ Փաշինյանը, այսինքն ինքը իրեն փորձում է պատկերացնել որպես բռնապետ, ամեն ինչ ինքն է որոշում, ինքն է ասում եւ ինքն ինչ որ ասի, այն էլ անում է։ Այդպես չի մնալու, որևէ բռնապետ լավ չի վերջացրել իր գործունեությունը։ Կարող ենք շատ բաներ դեպքեր հիշեցնել, հիմա դրա ժամանակը չէ։ Եվ այդ հարցը տվեցիք, ուզենեմ մի քիչ ավելի շատ բացեք, որ այսօր առավոտից ազգային ժողովում բան է, այսպես ասում են, ինչ է, դուք դեմ եք, որ հաց գա Ադրբեջանից, դուք դեմ եք, որ այդ բաները բացվի, ինչ ծուղակի մեջ են գցում ԿՊ-ն այսօրվա իշխանությունը հայ ժողովրդին։ Ուրեմն Ղազախստանից ցորեն ներմուծելու համար կարող էին չդիմել Ադրբեջանի աջակցությանը, այդ Ղազախստանի ցորենը կարող էր տեղափոխվել Ռուսաստանի միջոցով Վրաստանով գալ Հայաստան։ Այդ ցորենը նաև կարող էր գալ Իրանի միջոցով Հայաստան։ Չդիմեին Ադրբեջանին, խնդրեին Ադրբեջանին, որպեսզի նրանց միջոցով, նրանց տարածքով ուրեմն ցորենը տեղափոխվի Հայաստան եւ մենք կատարենք Ալիևի բոլոր պահանջները դրա դիմաց։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերքի համար։